Երեկվանից Մասյացյոտնի թեմի մի շարք քահանաների հետ կապ են հաստատել տարբեր անձինք, այդ թվում համայնքապետարանների աշխատակիցներ, ինչպես նաև քահանաների շրջապատին մոտ եւ ազդեցիկ համարվող անհատներ։ Այս մասին հայտարարություն է տարածել Մասյացյոտնի թեմը։ Փորձել են տարբեր եղանակներով բարեկամական հորդորների ծառայողական առավել բարվոք պայմաններ ապահովելու առաջարկների, ինչպես նաև սպառնալիքների կամ ճնշման միջոցով ուղղորդել քահանաներին միանալու թեմի նախկին առաջնորդին եւ ընդունելու նրա առաջնորդական իշխանությունը։ Արձանագրվել են նաև դեպքեր, երբ որոշ անձինք, մասնավորապես համայնքապետարանի աշխատակիցներ, վկայակոչելով դատարանի որոշումը, պնդել են, թե իբր քահանաները պարտավոր են ազատել իրենց եկեղեցիները, ներկայացնելով պահանջը որպես Գևորգ եպիսկոպոսի որոշում։ Տեղեկացնում ենք, որ հիշյալ հորդորներին, առաջարկներին կամ ճնշումներին քահանահայրերը չեն ենթարկվել։ Նրանք հստակ դիրքորոշում են հայտնել, որ իրենց ծառայությունը պայմանավորված է բացառապես հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցու կանոնադրությամբ, ասված է թեմի հայտարարության մեջ։ Ադրբեջանական գերությունից վերադարձած Վագիվ Խաչատրյանը շարունակում է ստացիոնար բուժումը բուժհաստատությունում։ Այս պահին ավելի մանրամասներ հայտնել չեմ կարող, միայն կարող եմ ասել, որ հայրիկիս մոտորերս վիրահատելու են։ Այս մասին ասել է Վագիվ Խաչատրյանի դուստրը Վերա Խաչատրյանը։ Ինչպես արդեն հայտնի է, հունվարի 14-ին 4 հայ գերի վերադարձվել է Հայաստանին, որոնց թվում է նաև Վագիվ Խաչատրյանը, որը գերեվարվել էր 2023 թվականի հուլիսին ԿԽՄԿ-ի ուղեկցությամբ Հակարիի կամուրջը որպես բուժառու հատելիս։ Հայրենադարձվելուց հետո Վագիվ Խաչատրյանը տեղափոխվել է Երևանի Նորքմարաշ բժշկական կենտրոն, որի տնօրեն Միքայել Ադամյանի փոխանցմամբ Խաչատրյանի մոտ վերջին 10 տարվա ընթացքում արկա է եղել քրոնիկ հիվանդություն, որը հայտնաբերվել էր դեռևս Ստեփանակերտում եւ այս տարիներին պարբերաբար բուժում է ստացել Ստեփանակերտի բժշկական կենտրոնում։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հունվարի 20-ին Ներքին գործերի նախարարության ոստիկանության եւ փրկարար ծառայության կենտրոնական վարչակազմերին է ներկայացրել ծառայությունների նորանշանակ ղեկավարներին։ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պետ, Ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանին եւ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տնօրեն, Ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Ղազարյանին։ Վերջին օրերին Հայաստանի Հանրապետությունում կրկին նկատվում է WhatsApp հավելվածի հաշիվների զանգվածային գողություն, որի դեպքում հանցագործներին անհրաժեշտ չէ, որ դուք սեղմեք որևէ հղման կամ նրանց փոխանցեք SMS հաղորդագրության միջոցով ստացած կոդը։ Այս մասին իրազեկում է Ներքին գործերի նախարարությունը, խորհուրդ տալով երկփուլանի անվտանգություն միացնել։ Տեխնիկական լեզվով ասված, հանցագործները կարողանում են թիրախավորել բջջային ցանցերի SS7 պրոտոկոլը եւ որսալ միջազգային բջջային ընկերություններից ուղարկված SMS հաղորդագրությունները։ Ներքին գործերի նախարարությունը ներկայացրել է, թե ինչպես պաշտպանվել։ Միակ եւ ամենաարդյունավետ միջոցը երկփուլանի անվտանգության միացումն է։ Նույնիսկ եթե հանցագործներին հաջողվի մուտք գործել ձեր հաշիվ, նրանք չեն կարողանա օգտագործել այն առանց ձեր սահմանված PIN կոդի։ Ներքին գործերի նախարարությունից հայտնել են նաև, որ SS7 պրոտոկոլը հայկական չէ եւ այստեղ խնդիրը մեր բջջային օպերատորների մեջ չէ, ասված է հաղորդագրության մեջ։